Այս նախագծի շրջանառության մեջ դնելուց առաջին իսկ փուլից իշխանությունը ամեն ինչ արել է այն ներկայացնելու որպես աշխարհաքաղաքական տարբեր բախումների ենթարկա թեմաների համատեքստում։ Անդադ փորձել են այս թեման տանել մեկ Միացյալ Նահանգների, մեկ Ռուսաստանի, մեկ եվրոպական ուղղությամբ ու անհասկանալի անթեր շարժերն իրականացրել։ Այդ հայտարարության տեքստում, նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրած իմ մեկնաբանությունը կարծում եմ, որ շատ հստակ ասված էր։ Կա պատմական իրողություն, դա հաղթանակի 80-ամյակն է, հաղթանակն է եւ դրանից 80 տարի հետո, այսպես ասեմ, այդ հաղթանակի նշման միջոցառումները, որին նաև նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ են բարձրագույն մակարդակով ներկայացել։ Հիմա մենք այդ հայտարարության տեքստում արձանագրել ենք պատմական փաստերը, որոշակի ինստիտուցիոնալ կապ ենք տվել անցյալի եւ ներկայի միջև, արձանագրումներ ենք արել հայ ժողովրդի վիթխարի մասնակցությունը հայնական պատերազմում եւ առհասարակ ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարած հաղթանակում, ընդ որում ոչ միայն սովետական Հայաստանում ապրող հայերի մասին է խոսքը, այլ նախկին սովետական միության հանրապետությունների, մեր Արցախահայերի, նաև սովետական միությունից դուրս տարբեր երկրներում իրենց մասնակցությունը բերած հայերի, որովհետև այդ տարբեր երկրներում օրինակ Ֆրանսիայում Միսակ Մանուշյանի մասնակցությունը եղել, որը ով այդ երկրի ազգային հերոսն է եւ այլն։ Այսինքն թեման եղել է ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարված հաղթանակը։ Հիմա իշխանությունը թե հանձնաժողովի նիստում, շատ ավելի փոքր մասշտաբով նաև այսօրվա լիագումար նիստում անընդհատ փորձում է իր մերժումը արդարացնել լրիվ այլ համատեքստում։ Օրինակ հարցում են, ասում են, կապը ինչով կարող եք տալ Շուշի ազատագրման հետ կապված եւ սրանից 80 տարի առաջ հայնական պատերազմում տարած հաղթանակի։ Ես ավելին եմ ասել եմ ուզում եք ուրիշ կապ էլ տամ Սարդարապատի հետ կապ տամ, որը հայտարարության մեջ չկա։ Օրինակ Սարդարապատում մասնակցություն ունեցել դերևս շատ երիտասարդ Հովհաննես Բաղրամյանը, որը բավականին ակտիվ մասնակցություն ունեցել, դրանից տարիներ մի քանի տասնամյակ հետո Հովհաննես Բաղրամյանը արդեն խոշոր զորահրամանատար էր, գեներալ էր, Խորհրդային միության մարշալ էր եւ այլն, այսինքն պատմական կապ կա, որը որևէ ձևով չես կարող ջնջել։ Նույնը ինչը վերաբերում է Շուշիին, նախ Շուշիի ազատագրումը եւ ֆաշիզմի դեմ տարված այդ խորհրդանշական հաղթանակի օրը նաեւ թվագրական առումով ունի նույն օրերն են։ Դրանից բացի ես նաեւ հանձնաժողովի նիստում ասացի, որ մեծ առումով հայնական պատերազմի ժամանակ նաև այդ զորահրամանատարների ժառանգներն են, չէ, տարբեր թելերով նաև կապված։ Այդ մարտական ոգին է, չէ, որը մեր ժողովրդի հետ մտած է եղել եւ այլ փուլերում դրսեւորվել է։ Այդ հաղթանակը, որը ծիլեր է դնում, այդ ծիլերը տարբեր փուլերում իրենց դրսեւորումը ստացել են։